Քառամյակի ամենակարևոր ֆուտբոլային իրադարձությունն արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ ընթանում է, եւ շարունակում է ֆուտբոլասերին պարգևել էմոցիաներ եւ անմոռանալի պահեր։ Իսկ այն, որ ֆուտբոլային խաղերը Հայաստանում ցուցադրվում են ոչ այնքան հարմար ժամի, իրական ֆուտբոլասերին չի խանգարում։ Համոզված են մեր զրուցակիցները։ Ֆուտբոլասերների համար սկի չի խանգարում։ Գարեջուր ես առնում, մի հատ էլ ֆստղ ես առնում, գարեջուրը ֆստղ նայում ես։ Որ ժամի որ ելնի, ոչիչով չի խանգարում։ Այն որ ֆուտբոլասերը արթնանում են ընկերներով, հավաքում իրար շուրջ եւ հետաքրությամբ նայում հետևում։ Չէ, որ սիրում ես պետք է նայես։ Գիշերվա ժամը 4-ին մնում ֆուտբոլ եք։ Հա։ Եթե չէ, ուրեմն առավոտն էլ եմ շարունակում նայել, առավոտը կրկնում են։ Շատ քիչ դեպքերում է խանգարում, որ ճիշտն ասեմ ինձ։ Դե հաճելի կլներ, որ մեր ժամանակի համապատասխաներ, բայց ամենակ Եվրոպայում չի անցնում աշխարհի առաջնություն։ Պետք է հարմարվենք, ամենայն դեպս որ խաղ հետաքրքրում է, հաստատ նայում է։ Կլինի ժամը 4-ը, թե ժամը 6-ը, թե առավոտյան 8-ը։ Դե ինձ թվում է ֆուտբոլասերներին անկախ ժամից չի խանգարի դա, եթե իրական ֆուտբոլասերներ են, որովհետև օրինակ ես ֆուտբոլ եմ դիտում, բասկետբոլ էլ ու բասկետբոլն էլ, ասենք ամերիկյան հավաքականները այդ ժամերն են խաղում, բայց միևնույնն է նայում եմ, նույնն էլ ֆուտբոլը կարծում եմ։ Ֆուտբոլի իսկական երկրպագուները պիտի նայեմ, բայց բնականաբար չեն կարող հերքենք, որ ինչ որ չափ խոչընդոտում է, էլի։ Ինչ որ ձև դա պիտի էլի լուծվի։ Ժամերը արդեն ֆիքսել ենք, որովհետև ամուսնուս հետ նայում ենք, հիմնական ժամը 11-ին է, ամենաուշը 12-ից սկսվող խաղերը, որ նայում ենք, էլի մինչև վերջ։ Այսինքն չի խանգարում ուշ ժամերը նայում եք։ Գիտենք, որ ժամը 5-ին էլ է լինում, դե շատ են թիմերը, բայց ամեն դեպքում հաջորդ օրը էլի լրատվամիջոցներից տեղեկանում ենք, թե ով որ թիմն է հաղթել կամ, չգիտեմ, պարտվել։ Ժամանակային առումով իհարկե խնդիր կա, բայց առայժմ խմբային փուլի խաղերը ամենայն դեպս Ֆրանսիային է։ Դերևս ինձ ձեռ է տալիս ժամային առումով։ Բացառությամբ երկրորդ տուրի խաղի Իրաքի դեմ, որ ժամը 1-ին է լինելու։ Բնականաբար հայ ես, երևի թե առաջի առաջնությունն է, որ ոչ բոլոր խաղերին եմ նայում։ Մեր գոտում խանգարում է, հատկապես երբ որ խաղեր կան, ուզում ես շատ նայես, դժվար է լինում։ Հա, բաց եք թողնում որոշ խաղեր։ Հիմա այո, բայց հետո հաստատ արդեն 1/8-ից հետո էլ ոչ։ Ամերիկյան մրցանակում անցկացվող մունդիալն առանձնանում է իր ձևաչափով։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում են միանգամից 48 հավաքականներ։ Այս փոփոխությունը մրցաշարից առաջ լայն քննարկումների եւ երբեմն էլ քննադատության առիթ էր դարձել։ Սպորտային լրագրող Արման Աբելյանի կարծիքով առաջնության դիտարժանությունը դրանից չի նվազել։ Ես նույնպես ավելի շատ դեմ էի, որ 48 հավաքականով լիներ առաջնությունը, էլի որ ընտրյալները մասնակցեն, ամենաուժեղները, բայց այս առաջին տուրը ցույց տվեց, որ ոչ ոքի չպետք է թերագնահատել։ Միգուցե հենց թոփ հավաքականներն էլ էին փոքր-ինչ թերագնահատել, լսել էին անընդհատ, որ դե Կաբո Վերդեն, Կոնգոն կամ մյուսները հեշտ կլինի, բայց իրականում ես չտեսա բացի Կյուրասաուի հավաքականից, որը պարտվեց Գերմանիային, ուրիշ ոչ մի, այսպես ասած, թույլ հավաքական հեշտությամբ չզիջեց, ունեցավ ոչ ոքիներ, ունեցավ նույնիսկ հաղթանակներ, այնպես որ լրացրին բոլոր քննադատներին այդպիսի հավաքականները։ Ճիշտ է, FIFA-ն չի անում դրա համար, որ օրինակ նման հավաքականները հաջողությունների հասնեն, ավելի շատ ֆինանսական տեսանկյունից է անում, ավելի շատ խաղեր, ավելի շատ եկամուտ իրենք կստանան հեռուստաիրավունքների վաճառքից։ Բնականաբար, եթե Կաբո Վերդեն օրինակ էլի մասնակցում է, Կաբո Վերդեի բնակչությունն է դիտելու, այսինքն մասսականությունն էլ մեծանում է։ Իրենք ավելի շատ դա անում են կոմերցիայի համար, բայց ուրախ եմ, որ ֆուտբոլային տեսանկյունից էլ դա սկսում է արդարացվել։ Արման Աբելյանն անդրադարձավ նաև առաջին տուրի արդյունքներին եւ գլխավոր անակնկալներին։ Ամենաշատը տպավորեցին Արգենտինայի ու Անգլիայի հավաքականները եւ հաղթանակների համար եւ ընդհանուր ցուցադրած խաղի Անգլիան հատկապես ուժեղ մրցակցի հաղթեց Խորվաթիային ու վաղուց այդպիսի գրավիչ ֆուտբոլ չէր ցուցադրել, շատ հարձակողական։ Ինչ որտեղ հիասթափություն կնշեմ առայժմ Բրազիլիան, որը ոչ ոքի խաղաց ու լուրջ խնդիրներ ունեցավ, ինչը ընդունեց նաև գլխավոր մարզիչը, բայց կարծում եմ առաջին տուրից ելնելով չպետք է իջեցնել սպասելիքը Բրազիլիայից։ Մենք գիտենք շատ օրինակներ, երբ առաջին տուրում թիմը չի հաղթել, նույնիսկ պարտվել է, իսկ հետո հաջողության է հասել։ Ամենավառ օրինակը նախորդ մունդիալի Արգենտինան էր, որը սկզբում պարտվեց Սաուդյան Արաբիային, բայց հետո
փոփոխություններ անելով իր խաղի մեջ դարձավ չեմպիոն։ Կաբո Վերդեն, նույն Կոնգոյի հավաքականը իսկապես այսպես ասած ոչ ֆավորիտ համարվող հավաքականները շատ լավ են խաղում, շատ լավ պաշտպանվում են առաջին հերթին թիմային տեսանկյունից ու եթե նույնիսկ գոլային պահեր լինում են իրենց դարպասի մոտ, դարպասապանները սկսում են գերազանց խաղալ։ Իհարկե այդտեղ կա այդ թիմերի գործոնը, բայց մի բան էլ կկարևորեմ, այդ ֆավորիտ համարվող թիմերը շատ հաճախ դեռ չունեն այն խաղաղեցվածությունը, այն խաղի որակը այս պահի դրությամբ, որ նման թիմերի հեշտությամբ հաղթեն։ Այսինքն կարգով գերազանցում են, ֆուտբոլիստների վարպետությամբ գերազանցում են, օրինակ Պորտուգալիան Կոնգոյին, բայց խաղային տեսանկյունից այն վիճակում չեն, որ դա վերածեն արդյունքի։ Ինձ թվում է մաքսիմում երկրորդ տուրից հետո դա կարող է ուղղվել, որովհետև արդեն բոլորը ինչ որ անհրաժեշտ մարզավիճակի կհասնեն թիմային տեսանկյունից։ Իսկ թե որ հավաքականներին են երկրպագում հայ ֆուտբոլասերները եւ ում են տեսնում Մունդիալ 2026-ի հաղթող, պատասխանները տարբեր են։ Ընդհանրապես Բրազիլիայի թիմն է միշտ հավանել, բայց որ թիմ որ լավ խաղա, այն ամենակարևորը։ Ես Իսպանիա եմ սիրում, Իսպանիան երևի։ Իսպանիաները կարծում եք կհաղթի։ Ինձ տենց է թվում։ Իսկ ինչ ուրիշ այլ թեմեր կան, որ կարող են պայքարել։ Պորտուգալիան կարող է պայքարի, մեկ էլ բանը Արգենտինան։ Երևի Անգլիան։ Իսկ դուք որ թիմին եք երկրպագում։ Դենց շատ կուզեի Իսպանիան գրել։ Պորտուգալիա, Իսկ դուք որ թիմին եք երկրպագում, հենց Պորտուգալիա։ Գերմանիա, Գերմանիա երկրպագում, բայց Պորտուգալիա։ Լավ է խաղացել դրա համար Պորտուգալիա։ Ռոնալդոյի խաթր։ Երևի Արգենտինայի հավաքական էլի ավանդական, ոնց որ միշտ Արգենտինա, նույնն էլ հիմա։ Պորտուգալիա։ Իսկ որ ֆուտբոլիստի խաղին եք ամենից շատ սպասում։ Հենց Քրիստիանո Ռոնալդոյի։ Ֆրանսիայի հավաքական։ Կարծում եք կհաղթի այս տարի։ Ճշնամից 100% վստահ չեմ, բայց ամեն դեպքում կուզեմ որ հաղթի։ Իսկ որ թիմն է ֆավորիտը դες։ Բացի Ֆրանսիայից Իսպանիային էլ եմ ֆավորիտ համարում։ Մեկ էլ կարծում եմ հնարավոր է ինչ-որ նոր թիմ լինի։ Նոր թիմ, բայց հստակ թե ով չգիտեմ դեռ։ Օրինակ Պորտուգալիան, այո։ Բայց եթե Ռոնալդոն չխաղա։ Այս պահին Գերմանիա, Իսպանիա։ Իսկ որ թմերին եք ֆավորիտ համարում։ Գերմանիայի։